Բարև ձեզ, սիրելիներս, մենք շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք տիեզերքի արարչագործությունը ըստ արիացիների պատկերացումների։ Ես ամեն անգամ շեշտում եմ, որ հույսով եմ, որ դուք նկատում եք, թե արիացիների սուրբ գրվածքները ինչպիսի մանրակրկտությամբ են քննարկում տիեզերքի արարումը եւ նրա ֆիզիկական կառուցվածքի տեսակետից եւ նրա հոգեբանական կառուցվածքի տեսակետից։ Այս ուրեմն տիեզերական ձևը, որը իրականում հայտարարվեց, որ այն իրականում գոյություն չունի, սա հավաքածու կերպար է, որպեսզի մարդը ինքը կարողանա առաջի քայլով հոգևոր կյանքի կարողանա հասկանալ, տեսնել, գնահատել, թե ինչպիսին է Գերագույն Աստծո անձնավորության մասնակցությունը կենդանի էակների նյութական գոյության մեջ։ Ինչու է սա կարևոր? Սա կարևոր է, որովհետև նյութական աշխարհը իր մեջ պարունակում է անհանգստություններ, տառապանք եւ դաժանություն։ Եվ բնական է, որ երբ որ կենդանի էակը, այսպես արտաքինից ոչ մի պատճառ չունենալով ստանալու տառապանք, ստանում է այդ անհանգստությունները եւ տառապանքները շատ հաճախ շատ դաժան ձևերով, իր համար էական է հասկանալը, թե որտեղից են այդ տառապանքները առաջանում եւ ով է այդ տառապանքների պատասխանատուն։ Երբ գալիս են իրական սուրբ գրվածքները, իրենք այդ հարցին պատասխանում են այդպես, որ իրականում նյութական աշխարհի դաժան կառուցվածքը, իսկ որն է նրա դաժանությունը։ Նրա դաժանությունը կայանում է նրանում, որ կենդանի էակները այս աշխարհում ուրեմն խոցելի մարմիններ, ժամանակավոր գոյություն եւ աշխարհը ինքը հենված է ուրեմն գոյատևության պայքարի վրա, ինչը եւ դարձնում է կենդանի էակների հարաբերությունները իրար մեջ բավականին դաժան եւ ամեն մի կենդանի այս կենդանի էակ նյութական աշխարհում ինքը ստիպված է լինում ոչնչացնել ուրիշ կենդանի էակների, որպեսզի ապահովի իր գոյությունը։ Եվ իհարկե, թե ով է պատասխանատուն այս դաժանությունների, այդ հարցի պատասխանը ինքը շատ կարևոր է ազնվորության համար։ Երբ գալիս են իրական սուրբ գրվածքները, իրենք նկարագրում են իրականությունը այնպես, որ մենք կարողանում ենք հասկանալ, որ նյութական աշխարհի բոլոր տառապանքների հիմքը իրենք գտնվում են մեր մեջ, կամ մեր մեջ, կամ ուրեմն ուրիշ կենդանի էակների նահանձի եւ ագրեսիայի հետևանքն են։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը այդ ամենի մեջ ոչ մի մասնակցություն չունի։ Ինչու է դա կարևոր, որովհետև հենց այդ հանգամանքը, թե ինչպես է կառուցված ինքը բնությունը, թվում է, որ նյութական աշխարհի ամբողջ հետագա դաժանությունը, դաժանության հիմքը դրել է հենց Գերագույն Աստծո անձնավորությունը։ Մեստեղ մեզ համար շատ կարևոր է լինում հասկանալ, որ նյութական աշխարհը ինքը արարված է նախանց կենդանի էակների համար, հոգևոր աշխարհից նյութական աշխարհ են գալիս նախանց կենդանի էակները, որոնք իրենք այդ նախանձը իրականացնելու համար շատ հաճախ կարիք են ունենում, ուրեմն ոչնչացնել այն ազնվորություններին, ում իրենք նախանձում են։ Եվ սա շատ կարևոր հասկացողություն է, որը ինքը անմիջապես Գերագույն Աստծո անձնավորության վրայից այդ պատասխանատվությունը հանում է։ Եվ Մայտրեյան այս պահին սուսուանում է Վիդուրային եւ նկարագրում է հենց Աստծո այդ այսպես կոչված սիմվոլիկ ֆորման, կերպարը, որը ինքը շատ բազմաշերտ իմաստներ ունեցող ուրեմն ձև է եւ ինքը շարունակում է ներկայացնել, իսկ մենք շարունակում ենք քննարկել։ Ես կարդամ տեքստերը եւ մենք շարունակենք մեր քննարկումները։ Ուրեմն սիրելիներս, Շրիմադ Բհագավատամ 3-րդ երգ 6-րդ գլուխ 27-րդ տեքստից։
Այնուհետև տիեզերական կերպարանքի գլխից ի հայտ եկան երկնային մոլորակները, ոտքերից երկրային մոլորակները, իսկ որովայնից երկինքը։ Այս մոլորակները ըստ նյութական բնության տարբեր գունաների բնակեցրին կիսաստվածների և այլ կենդանի էակներ։ Կիսաստվածները, որոնք գտնվում են առաքինության գոյավիճակի ազդեցության տակ և օժտված են դրա հրաշալի որակներով, ապրում են դրախտային մոլորակների վրա, իսկ մարդիկ, որոնք գտնվում են կրքի գունայի ազդեցության տակ, իրենց ենթակայության տակ գտնվող կենդանիակների հետ միասին բնակվում են երկրում։ Ռուդրայի շրջապատը կազմող կենդանի էակները գտնվում են նյութական բնության երրորդ տգիտության գունայի ազդեցության տակ, նրանք բնակվում են երկնքում գտնվող մոլորակներում երկրային և երկնային մոլորակների միջև։ Ով Կուրու դինաստիայի ղեկավար։ Վեդայական իմաստությունը ծագել է Վիրատ Ռուպայի տիրոջ հսկայական կերպարանքի բերանից։ Մարդկանց, ովքեր հակում ունեն դեպի վեդայական գիտելիքը, անվանում են բրահմաններ։ Նրանք իրավամբ հասարակության մեջ մյուս բոլոր դասերի խրատուներն են և հոգևոր ուսուցիչները։ Ապա հսկայական Վիրատ Ռուպայի ձեռքերից ի հայտ եկավ պաշտպանության ուժը և դրա հետ մեկտեղ ի հայտ եկան քշատրյանները, որոնք կոչված են պաշտպանելու հասարակությունը գողերից և սրիկաներից։ Բոլոր մարդկանց կենսապահովման աղբյուրը, որը հացահատիկի արտադրությունն ու դրա բաշխումն է պրաջաների միջև, ի հայտ է եկել տիրոջ տիեզերական կերպարանքի ազդրերից։ Հասարակության մեջ արտադրությունն ու բաշխումը վերահսկվող վաճառականներն ու հողագործերը կոչվում են վայշյաններ։ Ապա կրոնական պարտականությունների կատարումը կատարելագործելու համար տիրոջ անձնավորության ոտքերից առաջացավ ծառայությունը։ Տիրոջ ոտքերը շուդրաների ապաստարանն են, ովքեր բավարարում են նրան իրենց ծառայությամբ։ Հասարակական բոլոր կարգերը իրենց համար սահմանված պարտականություններով և կյանքի պայմաններով հանդերձ սկիզբ են առել տիրոջ գերագույն անձնավորությունից։ Հետևաբար, պայմանավորված կյանքի գերությունից դուրս գալու և ինքնաճանաչման հասնելու համար մարդը պետք է ընդունի հոգևոր ուսուցիչ և նրա առաջնորդությամբ երկրպագի գերագույն տիրոջը։ Եվ այսպես, ինչպես տեսնում ենք, մենք փիլիսոփայական դաշտից դուրս եկանք կառուցվածքային դաշտ։ Այսինքն, այս պահին արդեն Մայտրեյան ինքը սկսեց քննարկել գիտական աշխարհի կառուցվածքը։ Մենք արդեն առիթ ունեցել ենք երկրորդ երգում քննարկել այս թեմաները, ինչպես տեսնում ենք, թեմաները իրենք կրկնվում են, և մենք ստիպված ենք լինելու նույնպես մի փոքր կրկնողություն կատարել, որպեսզի վերահիշենք այն ամենը, ինչ այն ժամանակ քննարկել ենք, իսկ միգուցե նաև լրացնենք այն ժամանակվա քննարկումը ինչ-որ նոր մոտեցումներից կամ նոր նյուանսներից, մանրուքներից, Եվ ուրեմն հիմա Մայտրեյան ինքը խոսեց նրա մասին, որ տիեզերքը իր կառուցվածքով բաղկացած է 3 տեսակի մոլորակային համակարգերից։ Ուրեմն որն է սկզբունքը։ Սկզբունքը ինքը, այսինքն այսպես, մենք պետք է հասկանանք, թե որն է ամեն ինչի իմաստը։ Ամեն ինչի իմաստը կայանում է նրանում, որպեսզի կենդանի էակներին փորձ տրվի, որպեսզի կենդանիակներին փորձ տրվի, որ իրենք անցնեն նյութական աշխարհում ապրելու գործընթացը եւ այդ նյութական գոյության ընթացքում տեսնեն, թե ինչպիսի աշխարհ կարող են արարել իրենք
երբ որ իրենք ստանում են անկախություն, հա, եւ այդ աշխարհը այլևս չի ունենում այն տեսքը, ինչ տեսք, որ նախատեսել էր Գերագույն Աստծո անձնավորությունը։ Սա առաջինը, այսինքն ինչի համար էր արարված նյութական աշխարհը։ Հիմա երկրորդ հերթին, երբ որ մենք արդեն նայում ենք, թե ինչպիսի կառուցվածք տվեց նյութական աշխարհին Գերագույն Աստծո անձնավորությունը, ապա մենք տեսնում ենք, որ այդ փորձը անցնելու մեջ Գերագույն Աստծո անձնավորությունը ամենակարևորագույն սկզբունքներից մեկն է համարում, որ իրար նմանները ծնվեն իրար հետ։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է այն պատճառով, որ երբ որ կենդանիակները այդտենց իրար նմաններով ծնվում են իրար հետ, կոպիտ ասած, ամեն մեկը հնարավորություն ունի շփվի հենց ինքը իրա հետ եւ իր վրա կրի այն բոլոր ազդեցությունները, որը հենց ինքն էլ թողնում է ուրիշների վրա։ Ինչու է սա կարևոր, որովհետեւ նյութական աշխարհը դա էգոիստ կենդանի էակների աշխարհ է։ Ինչ է նշանակում էգոիստ կենդանի էակների աշխարհ։ Էգոիստ կենդանների աշխարհ դա նշանակում է, որ այդպիսի անձնավորությունները իրենք հազվադեպ են կենտրոնացած լինում ուրիշի վրա։ Հազվադեպ են կենտրոնացած լինում ուրիշի զգացմունքների վրա։ Հազվադեպ են կենտրոնացած լինում ուրիշի ցանկությունների վրա։ Սովորաբար էգոիստները իրենք կուրացած են լինում միայն իրենց ցանկություններով։ Եվ նյութական աշխարհը, եթե մենք այդ տեսանկյունից նայենք, չէ, որտեղ մենք սովորաբար չենք նկատում այդ բանը, բայց եթե մենք այդ տեսանկյունից նայենք, մենք կտեսնենք, որ մենք մշտական մեղադրում ենք ուրիշ կենդանի էակներին այն բաների մեջ, ինչը որ ինքներս մեզ ամեն վարքյան թույլ ենք տալիս։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է ապրեք իրար նմաններով, հա, որպեսզի կարողանաք ձեր վրա այդ ազդեցությունը կրեք եւ հասկանաք, թե դուք ինքներդ ինչպիսի ազդեցություն եք թողնում ուրիշ կենդանի էակի վրա։ Հասկանում եք, որ ինչի համար, որպեսզի դուք ձեր մաշկի վրա մենք զգանք, թե մենք ինչ ենք անում ուրիշ կենդանի էակի հետ։ Այստեղ ես միշտ դիմում եմ հոգեբանության մեջ մի այդպիսի շատ պարզ, հասարակ, բայց արդյունավետ հոգեբանության տեսանկյունից շատ արդյունավետ վարժություն կա։ Ես կարծեմ արդեն ասել եմ այդ վարժության մասին, բայց հիմա նորից կկրկնեմ, եթե կան մեր մոտ, ասենք, նոր լսողներ, միանում են նոր լսողներ, որպեսզի իրենք կարողանան այդ նույն վարժությունը իրենց համար անեն։ Տեսեք, մարդը ինքը, երբ որ ինչ-որ մեկից դժգոհ է մնում, չէ, սովորաբար ինչ-որ մի պահվածք ունի։ Այսինքն ինչ-որ մի կերպ արձագանքում է այն ամենին, ինչ հարաբերությունների մեջ իր դուրը չի գալիս։ Եվ այդ վարժությունը եւ երբ որ ինքը ինչ-որ մի կերպ արտահայտում է իր այդ վերաբերմունքը, չէ, ինքը միշտ համոզված է, որ ինքը շատ արդար զգացմունքներ է արտահայտում։ Եվ այդ վարժությունը ինքը օգնում է, որպեսզի անձնավորությունը ինքը կարողանա տեսնի, թե իր դիմացինը իրեն ինչպիսին է տեսնում։ Վերցնում եք թուղթ։ Թղթի մի կողմում գրում եք բոլոր այն որակները կամ արտահայտումները, սովորությունները, ընդհանրապես այն ամենը, ինչը ձեզ դուր չի գալիս որևիցե մի անձնավորության հետ հարաբերությունների մեջ։ Կողքը գրանցում եք, թե երբ որ ինքը արտահայտում է այդ թերությունները, դուք ինչպես եք արձագանքում։
Երբ որ այսպես այս աշխատանքին պետք է մոտենալ շատ լուրջ եւ անկեղծ եւ լուրջ։ Պետք չի շտապել, հա։ Առաջի հայացքից ինչ որ կարողացաք գրեցիք, ձեր պահվածքը գրեցիք, հետո հանգիստ թողեցիք այդ թուղթը, գնացիք ձեր գործերով զբաղվեցիք, հետո նորից վերադարձաք այդ թղթին եւ նորից կարդացիք։ Հա, նորից այդ նույն հարցը ձեզ տվեցիք, ինչը իմ դուրը չի գալիս այդ ազնվորության մեջ եւ ինչպես եմ ես արձագանքում։ Երբ որ ուրեմն ինքը արտահայտում է այդ թերությունները, որոնք իմ դուրը չեն գալիս, այդ պահին դուք մենակ եք եւ խաբեությամբ զբաղվելը բացարձակապես անիմաստ է։ Դեռ պետք է անկեղծ գրել, գրանցել այդ ամեն ինչը, հա, եւ հետո վերջում, երբ որ դուք լրիվ գրանցեցիք, դուք ծալում եք թուղթը եւ այլևս չեք նայում այդ ազնվորության թերությունների վրա, այլ ուղղակի եւս մի անգամ կարդում եք ձեր արձագանքները։ Եվ այդ ժամանակ դուք պարզ տեսնում եք, թե ձեր դիմացինը ձեզ ինչպես է ընկալում։ Եվ հետո ամենավերջի քայլով դուք կարող եք տեսնել, նայել, թե ասենք որն էր ձեզ դուր չեկող երևույթը, ինչպես եք դուք արձագանքում եւ պատասխանեք մի հարցի։ Իսկ եթե դուք ունենայիք այդպիսի թերություն, դուք կուզենայիք, որ այդ ձեր թերության հետ վարվեին այնպես, ինչպես դուք եք վարվում։ Հասկանում եք, այս պարզ վարժությունը ինքը շատ օգնում է, որպեսզի ազնվորությունը ինքը կարողանա տեսնել ինքը իրեն։ Հիմա մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բաժանում է նյութական աշխարհը։ Այսինքն գոյություն ունեն դրախտային մոլորակներ, գոյություն ունեն միջին մոլորակներ եւ գոյություն ունեն ցածր մոլորակներ։ Դրախտային մոլորակներում, այսպես ամենացածր շերտում ապրում են նրանք, ինչ որ մենք ենք սովորաբար համարում դրախտ, չէ՞։ Այսինքն ապրում են նրանք, ովքեր որ իրենց բարեպաշտության հաշվին արժանացել են դրախտային երջանկության։ Որն է դրախտային երջանկությունը։ Դա ցանկությունների իրականացումն է առանց ճիգեր գործադրելու։ Այսինքն այնտեղ ինքնըստինքյան կա այն ամենը, ինչ որ մարդը ինքը ուզել էր։ Հիմա այս դրախտային մոլորակները ինքը ունի այլ մոլորակների շերտ, կան մոլորակներ, որտեղ ծնվում են հիմա արդեն իմաստունները, կան դրախտային մոլորակներ, որտեղ ծնվում են յոգերը, կան այսինքն առաքինության գոյավիճակի մեջ, չէ, կա երկու գործոն, դա գիտելիքն է եւ երջանկությունը։ Ամենասկզբնական շրջանում կենդանիակը ունի քիչ գիտելիք, հա, բայց ունի մեծ բարեպաշտության պաշար եւ դրա համար արժանանում է բավականին այսպես շռայլորեն գյուտական աշխարհի բոլոր հնարավոր երջանկություններով։ Երջանկություն է տրվում իրան եւ մենք դա ենք սովորաբար կոչվում դրախտային կյանք։ Հետագայում առաքինի կենդանիակները իրենք սկսում են ավելացնել իրենց իմաստությունը։ Այսինքն գիտելիքի գործոնը ինքը դուրս է գալիս առաջ։ Նյութական աշխարհի երջանկության հանդեպ գիտելիքի այդ առաջընթացի հաշվին կենդանիակը սկսում է զարգացնել անտարբերություն եւ այդ ժամանակ մենք ասում ենք, որ ինքը դառնում է հրաժարված։ Հիմա եւ այդ իմաստունները իրանք ունեն իրենց մոլորակները, յոգերը ունեն իրենց մոլորակները, պերսոնալիստները ունեն իրենց մոլորակները, չէ՞։ Եվ դա նշանակում է, որ քանի գնում է նյութական երջանկությունը արժեզրկվում է, իսկ գիտելիքը, որը արժևորում է հոգևոր արդյունքները, հոգևոր կյանքի ավելանում եւ խորանում է։ Եվ նյութական աշխարհի ամենաբարձր մոլորակներում ապրում են Տեր Բրահման, Տեր Վիշտուն եւ Տեր Շիվան։ Ուրեմն, սիրելիներս, դրանից ավելի ներքև գոյություն ունեն միջին մոլորակները,
Ընդ որում արիացիները իրենք պնդում են, որ միջին մոլորակներ կան բանել այսպես անթիվ անհամար միջին մոլորակներ կան, որտեղ ծնվում են մարդկային գլխավոր ծնունդը, գլխավոր ամենաբարձր մարմինը, որը այդ միջին մոլորակներում է, դա ուրեմն բանն է, մարդն է։ Միջին մոլորակները, ինչպես ասվեց, իրենք գտնվում են արդեն կրքի գոյավիճակի հիմնականում, ոչ թե եթե մենք ասում ենք դրախտային մոլորակներում առաքինության կներեք ճնշումս է երևի, երբ որ մենք ասում ենք, որ դրախտային մոլորակներում առաքինության գոյավիճակն է, դա ոչ թե ինքը միայն ինքն է, այլ ինքը գերիշխողն է, որովհետև երբեք ոչ մի գոյավիճակը ինքը նյութական աշխարհում միայնակ չի լինում, սովորաբար լինում է այդպես, որ ուրեմն ազնվորությունը, գոյավիճակները իրանք լինում են այդպես, որ ուղղակի բոլոր երեքն էլ եւ տգիտությունը, եւ կրքերը, եւ առաքինությունը իրանք ինչ որ մի կերպով արտահայտված են կենդանեակի մոտ, եւ մենք ասում ենք, որ կենդանեակը ինքը այսինչ գոյավիճակի ազդեցության տակ է, կախված նրանից, թե որ գոյավիճակն է իր մոտ գերակշռում։ Հիմա մարդկային կերպարանքի մեջ գերակշռող գոյավիճակը դա կրքերն են։ Եվ ուրեմն մարդկային մարմինը ինքը իր մեջ երկու պոտենցիալներ է պարունակում կենդանական բնազդների, օրինակ դրախտային մոլորակների ապրողները իրենք համարյա թե կենդանական բնազդներ չունեն, իսկ մարդկային մարմնի մեջ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ իրանք ունեն մոտավորապես հավասար կենդանական բնազդների ուրեմն ազդեցություն եւ կրքերի կամ այդ մարդուն բնորոշ բանականության եւ զարգացած էմոցիոնալ աշխարհի ազդեցության տակ է գտնվում մարդը։ Մյուս կողմից մարդկային մարմինը ինքը ընտրության մարմին է։ Եվ տգիտության գոյավիճակը եւ առաքինության գոյավիճակը իրենք արդեն կայացած ընտրության կայացած ընտրության մասին են խոսում։ Առաքինության գոյավիճակի գերակշռման ընթացքում կենդանեակը ինքը ընտրություն է կատարել, գնալ իմաստության կամ գիտելիքի հոգևոր արդյունքների հետևից։ Եվ այդ պատճառով այդ գոյավիճակը իրականում, եթե ազնվորությունը ինքը այդպես միջև վերջ առաքինության գոյավիճակը զարգացնում է, այդ գոյավիճակը կենդանեակին դուրս է բերում նյութական աշխարհից։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք տգիտության գոյավիճակի մասին, չէ՞, սա արդեն նույնպես կատարված ընտրություն է։ Այդտեղ ծնվում են այն կենդանեակները, որոնք իրենք ընտրությունը կատարել են, որ իրենք ուզում են նյութական աշխարհը, իրենք սիրում են նյութական աշխարհում իրենց հարցերը լուծեն բռնության շնորհիվ, չեն ընդունում Աստծո գոյությունը, եթե նույնիսկ ընդունում են, ապա թշնամաբար են վերաբերվում Աստծուն, եւ ուրեմն այդտեղ էլ կենդանեակը ինքը հնարավորություն է ստանում ուղղակի հակառակը ամենածայրահեղ ձևերով խորասուզված լինի նյութական աշխարհի մեջ։ Ծայրահեղ դա նշանակում է, որ քանի գնում, այդքան ավելի ուժեղանում են, կենդանական բնազդների ազդեցությունը։ Այսինքն ազնվորությունը ինքը ղեկավարվում է միայն ուտելիք հայթայթելու, պաշտպանվելու, կոմֆորտ ունենալու, հարմարավետություն ունենալու եւ բազմանալու հնարավորություն ունենալու բաների հետևից այդ երևույթների հետևից է գնում։ Հիմա, ինչ վերաբերվում է մարդկանց, մարդիկ ունեն, ինչպես ես արդեն բազմիցս ասել եմ, ունեն երկու առավելություն, դա զարգացած բանականությունն է եւ զգացմունքային աշխարհը, եւ սա ընտրության մարմին է։ Եվ դրա համար է, որ հենց այս մարմնում է, որ օրինակի համար, հենց առաջի բանը վերցնեմ, հեռու չգնամ, հենց այս մարմնում է, որ մարմինը ինքը
հնարավորություն է ստեղծում, որպեսզի ազնվորությունը ինքը ընտրություն կատարի, լինել մսակեր թե բուսակեր։ Հա, եթե ազնվորությունը ինքը ընտրում է մսակերությունը, նու այստեղ որոշում է ընդունվում, որ ուրեմն քեզ ինչի է պետք ընդհանրապես, քեզ ոչ ափսեն է պետք, ոչ պատարագաղը, ոչ չգիտեմ ինչը, դու սովորական մարդասպանի բնություն ունես եւ եթե քեզ հաճույք է պատճառում ուրիշի արյունը կամ ուրիշի դիակը համտեսելը, ապա խնդրեմ գնա կենտրոնական աշխարհ, ծնվի այդտեղ գիշատիչ, հա, եւ այսպես կենթանիներին կուլտուր բավարարի քո թշնամանքը, այստեղ ոչ մի խնդիր չկա, չէ՞, կամ հակառակը, երբ որ կենթանիակը ինքը արդեն սկսում է գնալ դեպի առաքինություն, ապա ինքը ցուցաբերում է բարիություն, հա, եւ արդեն որովհետև հիմա շատ մարդիկ կան, որոնք իրենք բուսակերությամբ զբաղվում են առողջության տեսանկյունից, բայց մենք պետք է հասկանանք, որ ուրեմն բանը մեր ժամանակներում բուսակերությունը առողջության տեսանկյունից ինքը ոչ մի առավելություն չի տալիս։ Ինչու՞։ Որովհետև մեր ժամանակներում կենդանիները, որոնց միսը օգտագործվում է որպես ուտելիք, իրանք բոլորը այդ ԳՄՕ-ի ենթարկված ուտելիքներ են ուտում եւ դա նշանակում է, որ իրանց միսն էլ համապատասխանաբար, եթե մենք վերցնենք, որ ինքը միսը արդեն շատ ծանր կերակուր է մեր համար, ինչու համար, որտեղ մենք կառուցվածքով մենք գիշատիչի մարմին չունենք։ Մեր աղիները Եվ որ ես ուրիշ հեռու չգնանք, լատամների մասին չխոսանք, եղունգների մասին չխոսանք, մեր աղիները չեն ենթադրում, որ մենք մսակերությունով զբաղվելու համար ենք ստեղծված, որովհետև ընդհանրապես մսակեր կամ գիշատիչ կենդանիները իրանք շատ կարճ աղիներ ունեն։ Մեր աղիների երկարությունը ինքը բուսակերի բան է, ինչու համար է սա կարևոր, որովհետև միսը իրականում տաքությունից, իսկ օրգանիզմի մեջ տաքությունը բավականին բարձր է, միսը տաքությունից շատ արագ փթում է։ Եվ այդ պատճառով բոլոր գիշատիչների աղիները իրենք շատ կարճ են, որպեսզի մեծ արագությամբ, ուրեմն արդեն փթող միսը օրգանիզմից դուրս բերվի, չէ՞։ Եվ հակառակը խոտակեր կենդանիների աղիները իրենք շատ երկար են։ Թե ինչպիսին են մեր աղիները, դա ակնհայտ է, չէ՞։ Ուրեմն մենք իրականում նախատեսված չենք մսակերության համար, բայց կարելի է ասել, որ մենք ամենակեր ենք, որովհետև իրականում այնպես չի էլի, որ մենք օրինակ միս ենք ուտում եւ տեղում ընկնում մահանում ենք։ Չէ, օրինակ տեսեք, երբ որ մաքուր գիշատիչ է, չէ՞, օրինակ առյուծը կամ, չգիտեմ, այդ բնության մեջի գիշատիչները, իրանք եթե չեն կարողանում կենդանու դիակ ստանալ որպես ուտելիք, չէ՞, այդ թվում է, որ շրջապատում լիքը բանջարեղեն կա, ասենք, բան կա, խոտեր կան, որոնք իրենք կարող են որպես կերակուր օգտագործել, մինչև կկարողանան կենդանի բռնել, չէ՞, բայց իրանք այդպես չեն վարվում, իրանք այդ ամբողջ բուսակերության սնունդի մեջ կարող են ուղղակի պարկել եւ մահանալ սովից եւ մտքների ծայրով չանցնել, որ կարելի է խոտ ծամել։ Հասկանում եք, սրանք մաքուր գիշատիչներ են, իսկ մարդուն տված է ընտրություն եւ այն։ Հիմա մեր ժամանակներում նրանք, ովքեր որ բուսակերությունը ընդունում են զուտ առողջության համար, եւ այնտեղ կերակուրը ինքը հավասարազոր թունավորված է։ Եվ բուսակերների բանջարեղենները եւ մրգերը թունավորված են տարբեր տեսակի քիմիական նյութերով, որպեսզի գեղեցիկ լինեն, մեծ, չգիտեմ, այսպես ախորժալի տեսք ունենան, բայց իրականում ներքինից լինեն թունավորված, չէ՞։ Եվ ուրեմն միսն է նույն վիճակում, որովհետև կենդանիներին կերակրում են այնպիսի կերակրով, որը ինքը իրականում շատ մեծ վնաս է հասցնում մարդուն։ Եվ այս իմաստով նյութական մարմինը ինքը այս պահին լավուշկա բանի մեջ է։ Մականա ինչով են բռնում։ Մի րոպե կներեք։
ծուղակ, հա, ծուղակի մեջ է գտնվում։ Ուրեմն մնաց բարոյական կողմը։ Չէ՞։ Եվ այդ է, որ առաքելություն զարգացրած ազնվորությունները իրենք բուսակեր են դառնում բարիության հիմքի վրա։ Այսինքն, երբ որ իրենք խղճում են կենդանիներին, որոնց սպանում են միայն, ուրեմն, այսպես ասեմ, էլի լեզվի 20 սանտիմետրը բավարարելու համար, որովհետև լեզվին այդ համն է դուր գալիս, չէ՞։ Որովհետև իրականում մեր ստամոքսին բացարձակապես միևնույնն է, թե այնտեղ ինչ ընկավ ուտելու համար։ Հասկանում եք։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ՞, այստեղ ուրեմն արդեն խնդիրը ինքը բարոյական է։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, մարդը ինքը ունի ընտրություն։ Կրքերից դուրս գալ, որովհետև կրքերը եւ ամեն մի այդ օրինաչափությունը ինքը ունի իր սկիզբը, ընթացքը եւ ավարտը։ Հա, հիմա առաքինի ազնվորությունները իրանք նյութական աշխարհին սկզբում կպտում են բանականությամբ։ Այսինքն ցանկացած օբյեկտ, որի հետ իրենց զգայարանները շփում են ունենում, իրենք առաջին հերթին սովորություն ունեն գնահատելու, հետո նոր օգտագործելու կամ մոտիկ թողնելու։ Եվ օրինակ, եթե մենք վերցնում ենք արիացիներին, չէ, մենք դες դա քննարկել ենք արդեն, թե ինչպիսի բարդ գործընթաց էր այդ գործընթացը, երբ որ արիացին ինքը պետք է ամուսնանար, չէ, ինչպես էր կատարվում զույգի ընտրությունը, այսինքն սա, երբ որ ինչ-որ մի բանը գիտելիքի վրա է հենված, դա միշտ նշանակում է, որ կենդանիակը ինքը սկզբից գնահատում է, հետո նոր էմոցիա թույլ տալիս։ Կրքի գոյավիճակի մեջ կենդանիակները իրանք չեն սիրում գնահատել։ Իրանք սիրում են կոնտակտի մեջ մտնել այն ամեն ինչի հետ, ինչ իրենց դուր է գալիս։ Հիմա Եվ այստեղ առաջանում է նյութական աշխարհի հարցերից հարցը։ Ինչն է ավելի կարևոր։ Ազնվորության արտաքինը, թե նրա ներքին աշխարհը։ Եվ տեսեք, արիացիները իրենք չեն ասում, իրանք ընդհանրապես դա ինձ շատ դուր է գալիս, իրանք երբեք ոչ մի այդպիսի գաղափար առաջ չեն քաշում, կամ։ Իրանք ասում են, իհարկե արտաքինը կարևոր է։ Եվ մենք դեռ դες միշտ կտեսնենք, որ երբ որ ինչ-որ բան կքննարկվի, չէ, ինչ-որ կերպար կքննարկվի կամ ինչ-որ հերոս կքննարկվի, որը ինքը ինչ-որ իրադարձությունների մասնակից է եղել, չէ, ուրեմն առաջին հերթին կքննարկվի եւ նրա արտաքինը, եւ դրանից հետո նրա ներքին որակները։ Հասկանում եք։ Եվ սա ինքը իրականում շատ կարևոր կետ է։ Հիմա այս իմաստով, ուրեմն առաքինի ազնվորությունները, ինչպես ես արդեն ասեցի, սկզբում գնահատում են, հետո զգացմունք թույլ տալի։ Կրքի հիմքի վրա կենդանիակների ամենագլխավոր բնորոշ բանը դա ագահությունն է, այսինքն զգացմունքային ագահությունը, այսինքն երբ որ կենդանիակը ինքը անմիջապես, հենց որ ուղղակի տեսավ, հա, անմիջապես գիրք է ձևավորում, որպես դուրս եկավ, դուրս չեկավ, ուզում եմ կամ չեմ ուզում։ Սա երկուսն իրականում տրփանքի ձևեր են, չէ՞։ Եվ տեսեք, ասեք, երբ որ գնահատականը ինքը սկզբից չկատարվեց, հետագայում, երբ որ կենդանիակը ինքը սկսում է իր թերությունները արտահայտել, չէ՞, իսկ երբ որ ազնվորությունը ինքը սկզբից գնահատում է, ինքը ոչ թե առավելությունների վրա է նայում, այլ առաջի հերթին նայում է, թե ինքը ինչը պիտի համբերի։ Այսինքն, որն են այս կենդանիակի թերությունները, եւ այն թերությունները, որը ինքը ունի, ինչու համար է շատ կարևոր, որտեղ այդ դեպքում մենք մարդու հետ մի ամբողջ կյանք ապրենք, չէ՞։ Եվ այս թերությունները, որը ինքը ունի, ես այդ թերությունները կարող եմ հանդուրժել մի ամբողջ կյանք,
թե չեմ կարող։ Չէ՞, տեսեք, իսկ երբ որ կրքերի հիմքի վրա է կատարվում ընտրությունը հարաբերությունների մեջ, չէ՞, չկա գնահատական։ Ինչ որ մի բանը ուղղակի դուր է եկել եւ վերջ։ Եվ երբ որ դուր է եկել, մյուս կողմից նյութական աշխարհում այդպիսի օբյեկտ, այդպիսի անձնավորություն, կենդանի էակ չկա, որ թերություն չունենա։ Այստեղ թերի են բոլորը։ Ամեն կենդանի էակ իր մասին մտածում է, որ ինքը թերի չի, մենակ դիմացիները թերություններ ունեն, բայց իրականում թերություններ ունեն բոլորը, որովհետև ինչ որ մեկն էլ իմ մասին է մտածում, որ ես թերություն ունեմ, ինչպես որ ես եմ մտածում, որ ինքը թերություն ունի։ Սուբյեկտիվ, օբյեկտիվ, հիմա մենք դա չենք քննարկում։ Չէ, բայց որ դա այդպես է, դա փաստ է։ Եվ տեսեք, երբ որ ազնվորությունը ինքը կրքերի հիմքի վրա է, չէ, ինքը մենք առաջի ռեակցիան, որ ինքը տալիս է, դա դուրս եկավ, դուրս չեկավ։ Ուզում եմ, չեմ ուզում։ Ու եթե հանկարծ մտքի մեջ այդ ուզում եմ կամ չեմ ուզումը ինքը ձևավորվեց, այ դրա դեմ կարողանում են պայքարել միայն իմաստունները, որպեսզի կարողանան այդ ձևավորված ցանկությունը հաղթահարեն։ Հասկանում եք, չէ՞։ Սովորաբար, եթե կենդանիակը ինքը արդեն կրքերի վրա է հենված, սովորաբար միշտ գիրքը հաղթում է բանականությանը։ Եվ այդ ժամանակ մարդու հիմքը լինում է հասկանում եմ, որ սխալ է, բայց ուզում եմ։ Հասկանում եմ, որ չի կարելի, բայց չեմ կարող հրաժարվեմ։ Հա, եւ սովորաբար այդ բայցը երբ որ ասվում է, ինչի մասին է խոսքը։ Խոսքը ինչ որ մի վայելքի մասին է։ Որ ես չեմ կարող ղեկավարեմ վայելք ստանալու իմ հույսը։ Այդ օբյեկտից, չէ՞։ Հետո գալիս է օբյեկտի հետ կոնտակտը, եւ օբյեկտը ինքը բնականորեն սկսում է արտահայտել ինչ որ թերությունների բուկետ։ Հա, եւ այդ этаպը ինքը կոչվում է հիասթափություններ։ Եվ դա կրքերի գոյավիճակի մեջ անխուսափելի этаպ է։ Հասկանում եք, կրքերի գոյավիճակը ինքը հենված է պատահականության վրա։ Հասկանում եք, եթե մարդու բախտը բերեց եւ ինքը հրապուրվել է այնպիսի մի ազնվորությունով, որի թերությունները քիչ են, իսկ կրքերը համընկնում են իրար։ Այդ իրավիճակը մենք կոչում ենք, որ մենք երջանկություն ունենք։ Չէ՞, բայց հիմնականում կրքերը չեն համընկնում եւ թերություններն էլ անտանելի են ամեն մեկի համար։ Եվ այդտեղ տեսեք արդեն ինքնըստինքյան գալիս է, որ կենդանիակը ինքը հիասթափվում է։ Ապրել անձնավորության հետ կամ ստիպված լինել շփվել այն անձնավորության հետ, որի մեջ դու հիասթափված ես, այսինքն որը քեզ այլևս ոչինչով դուր չի գալիս, ինչ հարաբերություններ ուզում են դրանք լինեն։ Դա բացարձակապես տառապանքով լի հարաբերություններ են։ Եվ այդ հիասթափությունը, երբ որ գալիս է, չէ, այդ տառապանքը, երբ որ գալիս է, կենդանիակը ինքը այդտեղ մենք սա քննարկել ենք, ունի երկու ելք։ Ինքը կամ չարանում է եւ մտնում է վրեժխնդրության դաշտ։ Վրեժխնդրության դաշտը ինքը սովորաբար հենված է մի գաղափարի վրա։ Ոչ մեկի ձանից ավելի լավը չի, ինչպես ես եմ տառապել, թող տառապեն բոլորը։ Եթե ինձանից ավելի տառապեն, ավելի լավ։ Չէ՞։ Հիմա տեսեք, եւ կա դրա հաջորդը։ Դրա հաջորդ ուղղությունը դա նա է, որ կենդանիակը ինքը մի հատ ավելի բարի պլատֆորմայի է գալիս։ Ինքը ասում է, այնպես ինչպես ես եմ տառապել, թող ուրիշ ոչ մեկ չտառապի։ Չէ՞։ Եվ այս տրամադրությունը ինքը ուրեմն մարդուն բարձրացնում է դեպի վերև։ Այսինքն դեպի առաքինության գոյավիճակ, չէ՞։ Եվ հիմա տեսեք, Գերագույն Աստծո ազնվորությունը կրքոտներին էլ իրար հետ է հավաքում։ Ինչու՞։ Առաջին հերթին, որովհետև կրքոտը կրքոտին կարող է լավ հասկանալ եւ երջանկությունը կարող է համընկնել, եթե կրքերը համընկան։ Երկրորդ հերթին
կրքոտը հանդիպում է դիմացինի էգոիզմի հետ, ինքը էգոիստ է, և հիմա ինքը շփվում է դիմացինի էգոիզմի հետ, և կարողանում է հնարավորություն ստանալ դաս քաղել, թե արդյոք լավ է լինել էգոիստ, կամ էգոիստի հետ գործ ունենալը լավ է, թե ոչ։ Եվ եթե անձնավորությունը ինքը գալիս է այդ հետևության, որ լավ չի, առաջին բանը, որ ինքը պիտի անի, դա ոչ թե բարիներին քննելը և նրանց շահագործելն է, այլ պիտի աշխատի հենց ինքը դառնա բարի։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, երբ որ ազնվորությունը ինքը իր հոգեբանական ստատուսը փոխում է, ինքը կրքոտ էր, ինչ որ փորձ հավաքեց, չէ, ճիշտ հետևությունների արեց, եկավ եւ փորձեց դուրս գա հաստատվի առաքինության գոյավիճակի մեջ, ինքը կրքոտների հասարակության համար դառնում է օտար։ Հասկանում եք։ Այսինքն ամեն մի գոյավիճակը ինքը ճանաչում է իր մեջ, իրար նմաններին, ընկալում է որպես, այսինքն ամեն մի գոյավիճակը դա առանձին էգրեգոր է։ Հասկանում եք։ Եվ երբ որ օրինակ առաքինության էգրեգորի մեջ հայտնվեն բաները, տգետները եւ կրքոտները, էգրեգորը իրանց դուրս է մղում։ Չէ, եւ առաքինիները հենց այդպես էլ անում են։ Հասարակությունը լինում է այ հիմնված առաքինիների վրա եւ կրքոտները եւ տգետները, այսինքն նրանք ովքեր որ կարող են հիասթափեցնել եւ բռնություն մտցնել հասարակության մեջ կամ հարաբերությունների մեջ, իրանք գրավում են հասարակության ամենացածր դիրքը։ Հակառակը, երբ որ գերիշխում է բանը, գիրքը, չէ, ուրեմն հակառակը, կրքոտները իրենք մերժում են բանին, այդ բռնության հանդեպ հակում ունեցողներին, չէ, բայց եւ առաքինիներին։ Հասկանում եք։ Եվ կրքոտների հասարակության մեջ առաքինության սիմպտոմները կարող են ընկալվել որպես հոգեբանական բարդույթ։ Ինչու՞, որովհետև հիմքը, կրքոտը ինքը իր համար հիմք է ընդունում, որ ամենակարևորը դա իր կրքերը բավարարելու ազատությունն է։ Եվ եթե անձնավորությունը իր մեջ ունի այդ ազատությունը սահմանափակող համոզմունքներ, ինքը ոչ թե առաքինի է, այլ բարդույթներով լի անձնավորություն, որը չի կարողանում իր կրքերին տա լիարժեք ազատություն։ Դες ամեն մի բանը, գոյավիճակը, ինքը իրար նմաններով հավաքվում են, ոչ իրանց նմաններին իրականում դուրս են գցում, կամ ֆիզիկապես, կամ հոգեբանորեն։ Բացարձակ կապ չունի։ Եթե հոգեբանորեն են դուրս գցում, անձնավորությունը ինքը դառնում է սպիտակագրավ, այսպես կոչված։ Եթե արդեն ֆիզիկապես, ապա հենց ֆիզիկապես։ Կամ տանջամահ են անում, կամ այնքան են ցավացնում, այնքան են նեղացնում, մինչև առաքինի մարդը կամ ինքը ջղայնանա եւ ընկնի կրքերի մեջ, կամ եթե հաստատված է մնում առաքինության մեջ, ապա լինի դժբախտ։ Հաջորդը տգետներն են, ինչպես էստեղ քննարկվեց։ Տեսնում ենք, որ տգետներն են, դրանք դժոխային մոլորակներն են։ Ընդ որում, արիացիները իրենք դժոխային մոլորակները նկարագրում են երկու տեսակի։ Կան դժոխային մոլորակներ, որտեղ կենդանիակները կրում են պատիժ։ Եվ կան դժոխային մոլորակներ, որոնք իրականում իրենց կենցաղով կարող են լինել դրախտային մոլորակներից ավելի հարուստ։ Մենք ձեր այդպիսի մոլորակներ կամ քաղաքակրթություններ, մոլորակների վրա ապրող քաղաքակրթություններ կուսումնասիրենք, չէ՞։ Ուրեմն կան այդպիսի մոլորակներ։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Տեսեք, այսինքն դժոխք են գնում, ի բարիս բուն իմաստով, այդ որտեղ որ պատիժ են կրում, չէ, այն կենդանիակները, որոնք իրենք
արատավոր գործողություններ են կատարել, անկախ նրանից, թե այդ 3 մոլորակային համակարգերում որտեղ են ծնվում։ Հիմա իսկ եւ այդտեղ մենք 5-րդ երգում արիացիները կքննարկեն, մանրամասն կքննարկեն, թե որ մեղքի համար կենդանիակները որ մոլորակում են տանջվում։ Հիմա եւ ինչպես ես արդեն ասեցի, կան այդպիսի մոլորակներ, որտեղ որ կյանքը ինքը ուղղակի աստվածամերժերի մոլորակներն են։ Եվ այդտեղ ինքը բարեկեցությունը կարող է լինել շատ բարձր մակարդակի, եւ այդտեղ կենդանիակները իրենք մենակ զբաղված են իրենց զգայարանները բավարարելով եւ այդ զգայարանները բավարարելը իրենց համար իրենց կյանքի վերջնական նպատակն է եւ իրենց կրքոտներից տարբերվում են նրանով, որ իրենք հիմնականում ագրեսիվ են վերաբերվում Աստծո գաղափարին։ Կրքոտները իրենք Եթե մարդիկ, հոգևոր մարդը ինքը իրենց չի անհանգստացնում, չէ, կրքոտների բանաձևը միշտ այսպիսին է, հավատում ես հավատա, ինձ չպարտադրես, ինձ չքարոզես, ինձ Աստծո մասին, հավատքի մասին, հավատացող մարդու, հոգևոր մարդու կենցաղի մասին ընդհանրապես ոչ մի բան չասես, ես ուզում եմ դու քո համար քո հոգևոր կյանքով զբաղվի, ես էլ իմ համար ուզում եմ բավարարեմ իմ զգայարանները։ Տգիտության գոյավիճակի ազդեցության տակ կենդանիակները իրենք ունեն բռնության հանդեպ հակումներ, այսինքն իրենք աբյուզորներ են, ոչ միայն տղամարդիկ, բոլորը, եթե իրենք գտնվում են տգիտության գոյավիճակի ազդեցության տակ, բռնությունը դա իրենց ամենասիրած մեթոդն է, չէ՞։ Հիմա տեսեք, բռնությունը ինքը իր հերթին ենթադրում է տրամադրություն, որ մենակ ես իրավունք ունեմ լինեմ երջանիկ, հա, եւ ուրեմն միշտ կարող եմ ցանկացած տեսակի բռնության եւ դաժանության դիմեմ այդ երջանկությանը հասնելու համար։ Սա է այդ գոյավիճակի հիմքը։ Հասկանում եք, եւ իրենք շատ ագրեսիվ են վերաբերվում Աստծո գաղափարին, եւ եթե հանկարծ իրանց մեջ հայտնվում է հոգևորով այդպես բուներ իմաստով, այն ներքին մաքրագործման տեսանկյունից հայտնվում է այդպիսի անձնավորություն, իրենք անպայման այդպիսի անձնավորության հանդեպ կիրառում են բռնություն։ Եվ այդպես գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նմաններին ապրեցնում է իրար հետ, հա, որպեսզի տեղի ունենա արդարությունը։ Ես օրինակ կրքոտ եմ, հա, եթե իմ հիմքը կիրքն է, դա նշանակում է, որ ես մշտապես զբաղված եմ իմ էգոիզմով, կամ ես կարող եմ հոգ տանել կամ ուշադիր լինել մենակ իմ նկատմամբ եւ նրանց, ում ես սիրում եմ, մի քիչ կոնցենտրացված, մի քիչ տարածված էգոիզմ, չէ՞։ Եթե ես առաքինի եմ, ես կարող եմ հետաքրքրված լինել ուրիշների երջանկությամբ ավելի շատ, քան իմով, այսինքն ես կարող եմ զիջել իմ երջանկությունը հանուն նրա, որ ինչ-որ մի ուրիշը լինի երջանիկ։ Հիմա, եթե ես տգիտության գոյավիճակի ազդեցության տակ եմ, չէ, ես միայն բռնությունն եմ ընկալում։ Հիմա տեսեք, եթե ես կրքոտ եմ կամ բռնակալ, եւ այդ բնավորությամբ, օրինակ գերագույն Աստծո ազնվորությունն ասել, թե խառը ապրեք էլի։ Չէ, տեսեք, առաքինիները իրանք դատապարտված կլինեին մշտական տառապանքների։ Եվ ընդհանրապես չէին կարողանա կառուցել իրենց երջանկությունը։ Հասկանում եք։ Դրա համար գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բաժանում է այդ իրար նմաներին իրար հետ է հավաքում երկու խնդիր լուծելու համար։ Մեկը դա կենդանիակների երջանկությունը չհարամելու սկզբունքով։ Հասկանում եք։ Այսինքն, տեսեք, առաքինին ինքը համարում է, որ որպեսզի երջանկություն տեղի ունենա, կարևոր է, որ երջանիկ լինեմ ոչ միայն ես, այլև բոլոր նրանք, ում հետ որ ես շփում ունեմ։ Չէ՞, այսինքն սա կոմպրոմիսի կամ համագործակցության դաշտն է։
Կենցաղնիակը ինքը այդպիսին է պատկերացնում երջանկությունը, չէ՞։ Եվ հիմա պատկերացրեք, որ կրքոտը ինքը հանդիպում է առաքինի ազնվորության։ Առաքինի ազնվորությունը մշտական պատրաստ է լինելու զիջել իրան ծառայել, իսկ ինքը վայելելու է։ Այդտեղ ամենաշատը, եթե իրար հետ են ապրում, ամենաշատ տուժողները ստացվում են առաքինիները։ Եվ մենք հենց հիմա, հենց այս պահին, ինչու ոչ, մեր երկրում նաև այդ իրավիճակը ունենք։ Երբ որ հասարակության մեջ հիմնականում ապրում են տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ մարդիկ եւ իրական առաքինիները, իրանք չեն կարողանում երջանիկ լինել, որովհետեւ տգետները եւ կրքոտները իրանք դուրս են մղում այդպիսի ազնվորությանը կամ շահագործում են իրեն։ Եւ տեսեք, եւ նույնիսկ կրոնը այդտեղ հոգեվոր մարդուն այդ սկզբունքն է առաջարկում, որ սրիկան թող իր համար իր սրիկայությունները անի, եթե դու հոգևոր, այսինքն եթե դու առաքինի մարդ ես, դու արժանի ես մենակ դրան, որ մինչև կյանքիդ վերջը համբերես այդ ուրեմն արատավորների պահվածքը քո հանդեպ։ Այսինքն դու պարտավոր ես լինես դժբախտ, որպեսզի համարվես հոգևոր։ Տեսեք, մարդը ինքը հենց որ խախտում է այդ սկզբունքը, չէ՞, որը որ Գերագույն Աստծո ազնվորությունն է դրել, միանգամից տուժողներ են հայտնվում։ Հիմա կրքոտը հայտնվեց առաքինիների դաշտում, չէ՞, եւ ինքը ազատ զգայարանները բավարարելու ցանկություն ունի։ Եվ ես միշտ նույն օրինակն եմ բերում, որտեղ այդ օրինակ ինքը շատ պարզ է հասկացողության համար։ Հիմա այդ նույն կրքոտը, որը ինքը ազատություն է ուզում, ինքը ուզում է, երբ որ ինքը մտնում է ուրիշի ընտանիք, չէ՞, ինքը ազատ տեսնի այդ ընտանիքի անդամների ֆիզիկական գեղեցկությունը, ազատ շփում ունենա։ Եվ եթե իրան այդ ընտանիքում, եթե ինքը տղամարդ է, կինը դուր եկավ, կամ եթե ինքը կին է, տղամարդը դուր եկավ, ինքը իրավունք ունենա այդ ընտանիքը քանդի։ Հիմա առաքինիների դաշտում իրան դա ոչ մեկ թույլ չի տա անել։ Հա, տեսեք, հիմա այդտեղ էլ կրքոտը ինքը տառապանքի մեջ հայտնվեց, որտեղ իրան էլ ասեցին, ուզում ես, չես ուզում, ուտես պարտականություն եւ պարտավոր ես միջև վերջ կրել։ Ինչ բաժանություն, ինչ եսի միջ, կամ ինչ ուրիշի ընտանիք քանդել, ինչ եսի միջ, ով որ այդպիսի բան արեց, ինքը պատժվելու է եւ այլն, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ այդտեղ կրքոտների համար, տգետների, այսինքն բռնակալների համար առաքինության դաշտը դա այսպես այդ խեղտող դաշտ է։ Հասկանում եք։ Այսինքն մենք պետք է հասկանանք, թե ինչու է Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդպես այդ տարբերությունները դնում։ Հասկացաք, չէ՞։ Եվ իրականում տեսեք, ասենք, մարդիկ իրանք գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար շատ հաճախ փորձ են կատարում հենց այդ բանը հաշվի առնել, բայց այս ժամանակ իրանք կաստավի համակարգ է ստեղծում, հա, եւ մեկը մյուսին գոռոզանալու, արհամարելու եւ տակիցել նախանձելու եւ վնասելու տրամադրություններ ձևավորում։ Միևնույն է, չի ստացվում բավարարված մնալը, որտեղ ինչ-որ մի բանը անverջ սխալ է, անսահման սխալ է արվում։ Չէ՞։ Հիմա, ուրեմն, հաջորդ քայլով Մայտրեան ինքը սկսեց բացատրել, թե մարդկային հասարակության մեջ, ինչու ոչ միայն մարդկային, եւ այդ նույն հասարակության կառուցվածքը ինքը գործում է նաեւ դրախտային մոլորակներում եւ դժոխային մոլորակներում, բոլոր տեղերում հասարակության մեջ կան ուրեմն մտավորականներ, կան, որոնք պատասխանատու են գիտության համար, առաքինության համար, կան բաներ, ասեք, զինվոր իշխանավորներ, չէ, եւ կան արդյունաբերող առևտրականներ, եւ կա սովորական բանվոր գյուղացիական դասակարգը։ Այսինքն դա փաստացի դա այդպիսի հասարակություն չկա, որտեղ կաստաներ չկան, հասկանում եք, մենք այդ կաստա բառը օգտագործում ենք միայն հնդիկների հետ կապված, չէ,
բրահմաններ, բայց այդ կաստաները կան ցանկացած հասարակության մեջ, ինտելեկտուալներ, իշխանավորներ, առևտրականներ, սովորական բանվոր, այդ որ հասարակությունն է, որ այդպիսի հասարակական շերտեր չունի, ուղղակի մենք կաստաբարի տեղ ասում ենք դասակարգ, կամ չգիտեմ ինչ, մեզ թվում է, որ մենք ուրիշ բանի մասին ենք խոսում, իրականում 4 կաստաներից ոչ մի բանական հասարակություն չի կարող խուսափի։ Այսինքն, մենք խոսում ենք 4 տեսակի ուժի մասին։ Ինտելեկտուալ ուժի, ֆիզիկական ինտելեկտուալ ուժի խառնորդի, առևտրականները իրենք ուրեմն ունեն ուղղակի առևտուր անելու ուժ, որ գյուղացիական դասակարգը ունի ինչ-որ բաներ պատրաստելու ուժ։ Այսինքն բանն էլի ունակություն, ուժան էլի դա։ Հասկանում եք, չէ՞, հիմա։ Այսինքն այդ հասարակական դիրքերը իրենք կան ամեն տեղ։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե այդ հասարակական դիրքերի մեջ ում են թույլ տալիս մտնել։ Տեսեք, երբ որ այդ հասարակական դիրքերը իրականացնում են աթեիստները, իրենք ուշադրություն են դարձնում ազնվորության միայն մասնագիտական կրթության վրա։ Շատ հազվադեպ ուշադրություն է դարձվում նաև որակների վրա, բայց մեր ժամանակներում որակների վրա ուշադրություն է դարձվում մրցակցության մեջ հաղթելու տեսանկյունից։ Հասկանում եք, եւ եթե օրինակի համար պարզվեց, որ ազնվորությունը ինքը ազնիվ ազնվորություն է, որ երբեք ինչ-որ այդպես մրցակցության մեջ կեղտոտ քայլերի չի գնա, այդպիսի ազնվորությունը ինքը կարող է նույնիսկ անցանկալի լինել գործատիրոջ համար, որովհետև նրան պետք է մարդ, որը ինքը իրականում մրցակցության դաշտում անազնիվ քայլերից չի խորշում։ Հասկանում եք, այսինքն ամբողջ այդ խավերի իրանք անխուսափելի են, ամբողջ խնդիրը գնում է նրանում, որ այդպես էլի ելքում մենք ինչ հասարակություն ենք ստանում, կախված է միայն եւ միայն նրանից, թե ումերի ենք թույլ տալիս զբաղացնել այդ հասարակական դիրքերը։ Հա, եթե մենք հնարավորություն ենք տալիս, որպեսզի տգետները, հոգեբանական խնդիրներ ունեցողները, չէ, բռնակալները, իրենք օրինակ դառնան ինտելեկտուալներ, չէ, իրենք մշակում են բռնատիրական գաղափարախոսություններ։ Այդ բռնատիրական գաղափարախոսությունները իրականացնում են ուրեմն տգիտության գոյավիճակի մեջ գտնվող իշխանավորները, չէ՞, նյութապես սպասարկում են տգիտության գոյավիճակի մեջ գտնվող առևտրականները։ Հասկանում եք։ Եվ այդպես, օրենք, եթե բան ենք անում, այդ ժամանակ հասարակության մեջ միշտ այդ անհավասարությունը կա, որ ինչ-որ խավ ինքը կարողանում է օգտվել նյութական երջանկությունից, չէ, իսկ ինչ-որ խավ ինքը մշտական պարտադիր կերպով հայտնվում է տուժողի դերում։ Եվ միայն առաքինության գոյավիճակի մեջ է, որ այդ խավերը ունենում են արդար կառուցվածք։ Եվ այդ ժամանակ, երբ որ կենդանիակները իրանք հետևում են առաքինության սկզբունքներին, այսինքն այն գերագույն Աստծո անձնավորության բաների, մտադրություններին են հետևում, հասարակությունը ինքը կարողանում է հաստատվել, ինչքան որ դա հնարավոր է նյութական աշխարհում երջանկության մեջ։ Հասկանում եք, սիրելիներս, ես սրանք իրենք շատ կարևոր սկզբունքներ են։ Հիմա եւ ուրեմն մենք տեսնում ենք, որ
կառուցվածքային տեսանկյունից իրար նմանները պետք է հավաքված լինեն իրար հետ, չէ՞։ Եվ ասենք նույնիսկ մեր մոլորակի վրա աշխարհը ինքը լրիվ ուրիշ կառուցվածք կունենար, չէ՞, եթե այդ թույլ տրվեր, որպեսզի աշխարհում լինեն 3 տեսակի պետություններ, հա, ուրեմն բռնության հիմքի վրա պետություններ, ազատության հիմքի վրա պետություններ և իրական հոգևոր պետություններ։ Մենք այս պահին մոլորակի վրա ունենք բռնության հիմքի վրա ուրեմն ձևավորված պետություններ, որոնք փաստացի համարյա թե ստրկատիրական են իրենց կառուցվածքով, հա, ունենք ազատ զգայարանները բավարարելու հնարավորություն տվող պետություններ և չունենք իրական հոգևոր պետություն։ Հոգևոր մարդիկ իրանք ապրում են կամ բռնակալ պետություններում կամ ազատամիտների մեջ։ Եվ դա է պատճառը, որ մեր ժամանակաշրջանում հոգևոր մարդիկ սովորաբար կրում են իրենց վրա բազմաթիվ ուրեմն անհանգստություններ, դրան միանում է այն հանգամանքը, որ գիտեք այսպես էլի, որ այն ամենամաքուր, ամենաազնիվ նկատառումներով ինչ որ մի հոգևոր խմբակ ստեղծելու միտումը ինքը վերջնականում վերցվում է, զավթվում է սրիկաներով և ոչ մի տեսակի իրական ազնիվ հոգևոր դաշտ չի հաջողվում ստեղծել և մշտապես մնում է հոգևոր դաշտը մնում է իրականում ուզում է դա փոքրիկ աղանդ լինի, ուզում է ազդեցիկ աղանդ լինի, մեծ աղանդ լինի, միշտ կրոնականությունը մեր ժամանակներում մնում է անարդարության դաշտում։ Եվ դա հնարավորություն է տալիս ազատ մտածելակերպ ունեցողներին և բռնակալներին այսպես լավ զգալ այս աշխարհում և առաքելիները իրենք մշտապես մնում են ճնշված բանի մեջ։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ սկզբունքով է առաջ շարժվում, որ նյութական աշխարհը ինքը ստեղծված է, եթե նյութական աշխարհում գործում են 3 գոյավիճակները, ապա 3 գոյավիճակների ներկայացուցիչներն էլ պետք է ունենան իրենց ապրելավայրը։ Հասկանում եք։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մնացածը կքննարկենք արդեն հետո։